Օրվա իրադարձությունների տեղեկատվությամբ Ցայգ մարզային հեռուստաընկերության եթերում այսօր լրատվականն է տաղավարում Լիլիթ Մուրադյանն է, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Ուրախություն, հպարտություն եւ երախտիքի խոսքեր չեմպիոնական մոտեցում հարազատ Գյումրիում։ Ավելի քան 300 կրակոց, իրավիճակը շփման գծում։ Փշոտ, բայց հերոսական ուղի, գյումրեցի Շուլի Հակոբյանը հակառակորդի 3 տանկ է խոցել։ 7 կուսակցություն եւ 1 դաշինք, Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրումները շարունակվում են։ Նախընտրական թեժ պայքար Միացյալ Նահանգներում, ում կտան նախապատվությունն ամերիկացիները։ Անարատ մեղրն ու իրացման խնդիրները, մեղվաբուծության գաղտնիքները։ Երեսունմեկերորդ ամառային օլիմպիական խաղերի հայ մրցանակակիրները ժամանել են Հայաստան։ Զվարթնոց օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորել են մեծ շուքով։ Հաղթական ավտոբուսով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո գյումրեցի օլիմպիականներ Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը վերադարձել են Գյումրի, արժանանալով չեմպիոններին արժանի ընդունելության։ Չնայած ուշ ժամին կենտրոնական հրապարակը բազմամարդ էր։ Օլիմպիականներին դիմավորել են նաև իմ գործընկերներ Հաբեթ Հարությունյանն ու Խաչատուր Գևորգյանը։ Խայսատ է տարեցու անկախ մեզնից տարվա ես վաղտերը կուկանք զավարթնոց իչկե չեղնի մեր լենագանցի չեմպիոնը կուկա։ Երևանի ճանապարհին կատակում էին գյումրեցիները եւ շտապում էին հասնել օդանավակայան դիմավորելու օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին ու չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ Զվարթնոցում խելայեղ մթնոլորտ էր, ծանոթ անծանոթ շնորհավորում էին միմյանց ու անհամբեր սպասում հայ օլիմպիականների ժամանմանը։ Պարզենում ենք, էլ ինչ ասեմ, հզոր է շատ այսօր Հայաստանի համար։ Տեսակ ինչքան ուրեմն սպորտի սիրահար մարդիկ այստեղ եկել են դիմավորելու։ Շատ հպարտ, որ Գոռը հուսախաբ չարեց ոչ մեկի սպասումները, արտարացրեց իր մարզիչների սպասումները։ Աբրի Արթուր Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը եւ մյուսները, որոնք կարողացան այս գեղեցիկ պայրը պարգևել մեր ժողովրդին։ Հրաշալի է, որ քո երկրի ներկայացուցիչը, քո ազգի զավակը կարողանում է այսքան բազմություն հավաքել միտեղ եւ ուրախացնել բոլորին։ Իրոք օդանավակայանը բազմամարդ էր, իսկ թե ինչ տեղ ունեցավ հայ օլիմպիականների ժամանումից հետո առանց մեկնաբանության։ Մինչ հայ օլիմպիականները չեմպիոնական ավտոբուսով շրջում էին մայրաքաղաքի փողոցներով, գյումրեցիները շարունակում էին կատակել։ Ձո Արթուրին ու Գոռին շուրըմ տանիք լեննական քիչ մե մնաստեղ տեղեկից սալամատ պանչի մենա։ Կարճ ժամանակ անց մեքենաների շարաշությունը ուղևորվեց դեպի Գյումրի։ Ճանապարհին գյումրեցի օլիմպիականներին աղուհացով դիմավորեցին մարալիքցիները քաղաքապետի գլխավորությամբ։ Հաջորդ կանգառը հարազատ քաղաքն էր, Գյումրին ինչպես հարկն ընդունեց իր զավակներին, երկով, պարով, խինդ ու ծիծաղով։ Բրազիլիայում ընթացող օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կիլոգրամ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը։ Մեր հաջորդ հերոսը ծանրորդ Գոռ Մինասյանն է, Գյումրու ևս մեկ ներկայացուցիչ։ Հիրավի Գյումրին այսօր Հայաստանի Հանրապետության սպորտային մայրաքաղաքն է։ Կեցցեն հայ օլիմպիականները, կեցցեն Գյումրի։
Ես ուզում եմ Ալեքսանյանների և Մինասյանների ընտանիքին շնորհակալություն հայտնել։ Ծնողներից, որ այսպիսի զավակներ են դաստիարակել։ Գնալուց մենք գիտեցել ենք, որ դուք մեր թիկունքում եք, դուք մեզ հետ եք, այսպես էլ վերադարձել եք և մեզ հետ եք։ Շնորհակալություն բոլորիցը։ Ես Սեզանով եմ ուժեղ իմ քաղաքովս, իմ երկրովս ու այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը մեր բոլորին է, մենք միասին ենք հաղթել։ Իսկապես շնորհակալ ենք բոլորիցդ, որ այս ուժ քիչերով չեք քնե, արթուն եք մնացել, որ մեզ դիմավորեք, մեծարեք, մենք Սեզանով ենք ուժեղ իսկապես, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի։ Մենք ենք Սեզանով։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Դիմավորեցինք մեր օլիմպիական հերոսներին, հանձինս օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և փոխչեմպիոններ Գոր Մինասյանի, Միրան Հարությունյանի և Սիմոն Մարտիրոսյանի։ Իրոք ձեռքբերումը մեծ էր։ Երջանիկ եմ։ Շատ ուրախ եմ, որ մադաղսերեն դիլիկը ներկայացիչ կան, ներկա են ես ամեն ինչին։ Ուսով եմ օրինակելի չեղն իրանց համար, որ կարողանա տալիքների մեջ իրանց մարմինը կրտեն առողջ ապրելակ երբով ապրեն, և օլիմպիական մեդալներ նվիրեն մեր քաղաքին։ Պետհարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Գյումրու Շիրակը նախապես հայտարարել էր, որ պատրաստվում է դիմավորել օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Գոր Մինասյանին։ Դեռ օրեր առաջ քաղաքային մարզադաշտի պատերին փակցված էին գյումրեցի դյութազունների պաստառները։ Այսօր Հայաստանի առաջնության 4-րդ տուրի Շիրակ Ալաշկերտ խաղի մեկնարկից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Վարդան Բիչաղջյանը Արթուր Ալեքսանյանին ու Գոր Մինասյանին նվիրել է ակումբի անվանական 31 համարի մարզաշապիկները։ Նոր մարզաշապիկներով լուսանկարվելուց հետո մարզիկներն առաջին հարվածները կատարելու իրավունք են ստացել։ Այնուհետև Ալեքսանյանն ու Մինասյանը բարձրացել են VIP օթյակ, որտեղից հետևել են հանդիպմանը։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Օրվա մյուս թեմաների մասին օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում 30 կրակոց 8 տիպի խոշոր դրամաչափի գնդացրից։ Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ Մասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Ապրիլյան պատերազմում հերոսաբար կռված գյումրեցի Շուլի Հակոբյանը զորացրվել է։ Արցախի հյուսիսում Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս նա հակառակորդի 3 տանկ է խոցել։ Պարգևատրվել Հայաստանի նախագահի կողմից մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Սերժանտ Հակոբյանը 1996-ին է ծնվել Գյումրիում։ Երևանի պետական համալսարանում տնտեսագիտություն է սովորում։ Հակոբյանների արհեստանոցից մուրճի ու մկրատի ձայնը միշտ է հնչում։ Դեռ նախահայրերն էին այս գործով զբաղվել։ Արհեստի նկատմամբ հետաքրքրությունը մանուկ հասակից է սերմանվել Շուլիի մեջ։ Պապն էլ թիթեղագործ էր։ Նրան գյումրեցիները Շուլի էին անվանում։ Յուրահատուկ անունն ու արհեստի շնորհքը ժառանգել է թոռը։ Դուք միշտ աստծուց մերնում։ Ուքս այսօր կներենայինք, դե փոքր ենք, կներենայինք Ֆերենկ Շերմիներեցեք։ Իմ հերս էս կյանքը բավականին ապրել էր ու ինքը լավ հասցնար թե որը որից հետո է։ Սրբամիս եք նայեք, ես իր աստծում եմ գիշտ եղալ է տաղը։ Շուլի Հակոբյանը հոր հետ արհեստանոցում ժամանակի հիմնական մասն է անցկացնում։ Թեև հայրը դեմ է, որ այդ գործը շարունակի, բայց տղան այլ կարծիքի է։ Աշխատանքը սիրեմ բնականաբար, փոքրուց մեծացել եմ ես եմ տեսել։ Փոքր ժամանակ էլ էլի, ու կայ արհեստանոց բաբայինքը փորձիկ եղան են պապը, կսարքեմ է բանը մեսին, կոբիցս պոդուզա եկել ես կոմենք։ Բայց դե նպատակները սլոր ուսումս դու շարունակեմ Երևանի պետական համալսարանում, տնտեսագիտության ֆակուլտետ։ Այնտեղ սովոր ենք ավարտել։
ընթացքից էլ աշխատանք է պետք է այնտեղ։ Քառօրյա պատերազմով անցած գյումրեցին հիմա տանն է, թեև ապահով է, բայց բանակային տարիներն է կարոտում։ Բանակը նրա համար կյանքի դպրոց էր։ Մեծ կյանքի դպրոց էր, կան շատ սկզբից ծառայություն չէ, իշքան վերջի 3 ամիսը կամ մի քանի օր էլ, ընդհանուր ծառայություն մեծ կյանքի դպրոց է։ Դապես տաղում պետք է էլի ծառայությունը։ Մեծ կյանքի դպրոց կան աստծո որով դու կարաս արդեն գաս 20 տարեկան արդեն հասուն տղամարդու պես ասած։ Արնասապը։ Հարկացական կյանքում։ Ապական իրանցն է, ես երկրի տերերն իրանք են։ Ուսպես տղերքն են։ Դες 25-30 հազարի մեջ 7 տղեր են երևալ, 7 տղեր։ Իրանց կյանքի կենով են երես ամեն ինչը։ Մեզի կարող է հեշտ թվա։ Որ սենտը դու ինչ որ տանգ են զարգե։ 2016 թվական ապրիլ Արցախի հյուսիսում Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս հակառակորդի 3 տանկ է խոցել։ Նրանցիկ մտանք այդ հայատը իրանց պերսնազի կախների վրա տարան եմ տղուս։ Ընձի մարդ մեծ վարդություն է։ Որ սաղը չվայդը թակավորն եղավ, թակավորը տղեք, թակավորն եղավ, նայեք ով եղե, սաղ տարան, կամանդիրը դուրսելավ, սաղ շարվան, ելավ շուրին կրգես, պատրվավ ֆրած, գնացիք ներս հրավիրես, ներս գնացիք, մե բանım սավ, դե այդպես պրեպ կանոն, այդ կրվող է, մարդիկ որ սենք կյանքը թողու բովի միջով են անցե, այդ կրվով են, յանց կյանքը կրվի մեջ է, ինքը միգա շուլես աշիրուսի մադաղին, գդոմ իրավիճակ ընդեղեն չես չկրացավ կար, սավ դու են տղեն ունիս որ սավ, բան չսավ, մե բանım սավ, թիգուն կստեմ է մեր թիգունքի իրա, ու կրվել եմ ես, ու 100 տղոս գիրեցել եմ ունում, եդևից խպող չեն ընձել, այդպես տղայում սավ, ու 19 տարեկան տղեն սավ, այդպես տղայում ես դու սավ։ Շուլիի անկյունն է, որտեղ պահվում են մեդալները, պատվոգրերը։ Գլխավորը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանն է, սակայն հերոսը համեստ է խոսելիս ու իր հերոսությունները ներկայացնելիս։ Մեր հերոսություն չէ, մենք պրոստը կոպիտ ասած ամենքս մեր գործը կատարել ենք էլի։ Ես լինելով հագատանգային մարդկոցի սերժանտ, հաշվագիր հրամանատար, խոցել եմ հակառակորդի տանկերը կամ մեր մյուս ընկերները կատարել են իրենց գործը։ Հերոսները էլի եմ ասում, էլի են տեղեկն են, ովքեր հիմա չկան, ովքեր մինչև իրենց կյանքի վերջ առնչեցին ընկան այս հողի համար։ Յուրաքանչյուր խոսքիս 3-րդ բառն եղել է Աստծուն աղոթել, Աստված կանչել, որ ոչ մենակի երեխիս համար ընդանուր երկրին խաղաղություն տա, որ յուրաքանչյուր երեխա է, իր ընտանիքի հյուսն է, ապագան է, սյունն է, որ բոլորն էլ ամփոստան կան հասնեն իրան տնողներ։ 2 տարի ծառայեց անձնվիրաբար, ծառայեց ու ետ վերադարձավ հպարտ կեցվածքով։ Զորացրման օրն էլ անակնկալներով լեցուներ։ Ինքը համազգեստ է, մեկ քիչ թևափոխություններ է կատարել։ Գույնավոր փոխել է, լսենք խոսքին դեղ հայկական բանակի տեղ է։ Ինքը ազգանունն է գրել, անվան առաջի տարն ու հայրանում։ Հերոս Շուլին ազգանվեր գործ է արել, մնում է ազգը ճանաչի ու ըստ արժանվույն գնահատի, որովհետև նա է մեր վաղվա օրվա կերտողը։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Թողարկման երկրորդ հատվածում կարող եք դիտել։ 6 կուսակցություն եւ 1 դաշինք, Գյումրու թիմ ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրումները շարունակվում են։ Նախընտրական թեժ պայքար Միացյալ Նահանգներում, ում կտան նախապատվությունն ամերիկացիները։ Անարատ մեղրն ու իրացման խնդիրները, մեղվաբուծության գաղտնիքները։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օգոստոսի 26-ին հաստատել է Գյումրիում եւ Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավագանիների ընտրացուցակները։ Այդ մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով Գյումրիում ՀՀԿ ընտրացուցակը բաղկացած է 99 տեխնացուից, իսկ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վանաձորում ցուցակը բաղկացած է 68 տեխնացուից։ Ցուցակի առաջին համարը Մամիկոն Ասլանյանն է։ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև ազգային ժողովի գալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները։ Մենք բաց հրապարակային մրցակցության կողմնակից ենք եւ ակնկալում ենք
որ քաղաքական մրցակցությունը կլինի շատ բարձր եւ բաց մրցակցության ընթացքում թե վանաձորցիները, թե գյումրեցիները կընտրեն այն տեխնացուներին, այն կուսակցություններին, որ կվստահեն իրենց քաղաքի կառավարումը առաջիկա տարիների ընթացքում։ Գյումրու ժուրնալիստների ասպարեզ ակումբում տեղի է ունեցել գալակուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և ժուրնալիստների ասպարեզ ակումբի համահիմնադիր, ասպարեզ օրաթերթի խմբագիր և Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը, որով եզրափակվել են մոտ 4 ամիս տևած բանակցությունները Գյումրու կայանալիք ավագանու ընտրություններում միացյալ ջանքեր ներդնելու մասին։ Գալայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել և վերլուծվել են նախընթաց տարիներին Բարսեղյանի և Խաչատրյանի անձնական և գործնական հարաբերությունները։ Վահան Խաչատրյանը Լևոն Բարսեղյանին առաջարկել է լինել գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության ավագանու անդամների թեկնածուների ցուցակում։ Լևոն Բարսեղյանն ասել է, որ կլինի գալակուսակցության թեկնածուների ցուցակում, մնալով անկուսակցական։ 7 կուսակցություն և 1 դաշինք։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գյումրու թիմ ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրումները շարունակվում են։ Ավագանիների համամասնական ցուցակ են ներկայացրել Ալյանս, Քաղաքացիական պայմանագիր, Գյումրեցու ոգի, Գալա, Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ կուսակցությունները և Բալասանյան դաշինքը, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական և Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցությունները։ Իդեպ, առայժմ միակ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է Գյումրու գործող քաղաքապետը։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում օգոստոսի 27-ին առավել մարդաշատ էր։ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունները վերջնական ճշգրտումներից հետո իրենց համամասնական ցուցակներն են ներկայացնում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը չի զլանում ևս մեկ անգամ համապատասխան ցուցումներ տալ ավագանու անդամության ցուցակները ներկայացնողներին։ Հարկավոր է ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրել հետագայում անճշտություններից եւ բաց թողումներից խուսափելու նպատակով։ Խոսելով գործող կանոնակարգի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի մասին, Էդուարդ Բաղրամյանը ներկայացնում է օգոստոսի 27-ի դրությամբ ներկայացված ավագանու թեկնածուների ցուցակները։ Ներկայացվել էր փաստաթղթեր Ալյանս կուսակցության կողմից, ավագանու ցուցակը բաղկացած է 23-ից։ Հաջորդը քաղաքացիական պայմանագիր, ցուցակում ընդգրկված են 17 թեկնածուներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն 49 թեկնածուներ եւ Գյումրեցու ոգի կուսակցություն 16 ցուցակում եւ ինչպես նաեւ վերջին գրանցված արդեն կուսակցությունը Գալա, որը կազմում է 24 թեկնածուներ։ Փաստաթղթերի այս հաստափորձ տրցակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետական և Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցությունների կազմած դաշինքը։ Վերջինիս ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետը։ Դաշինքի անվանումն էլ ի պատիվ նրա է Բալասանյան։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է, որ ըստ նախնական տվյալների միայն 1 դաշինք կլինի այս ընտրություններում։ Մնացածը կներկայացվեն կուսակցությունների տեսքով։ Դա վերաբերվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ քրիստոնեադեմոկրատական միավորում կուսակցությունների աստորեն դաշինքում գրանցվող ներկայացվող փաստաթղթերը սպասում ենք արդեն գրանցումը իրականացնելու համար։ Միայն դա է դաշինքը։ Մնացածը իմ ունեցած տեղեկություններով հանդես են գալիս բոլորը առանձին կուսակցություններով։ Եթե Բալասանյան դաշինքը ներկայացված է ավագանու անդամության թեկնածուների առավելագույն թվով 99-ով, ապա Հույդայի ցուցակն ավելի համեստ է, ներգրավված է 33 թեկնածու։ Դաշինքի ցուցանիշին չի զիջում Հայկական վերածնունդ կուսակցության ներկայացրած ցուցակը։ Այն գլխավորում է ազգային ժողովի падգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ ցուցակում ներգրավված է ավագանու 90 թեկնածու։ Առաջադրումները կշարունակվեն մինչև օգոստոսի 28-ը ժամը 18-ը։ Պետք է ասեմ, որ ներկայացվող բոլոր կուսակցություններն արդեն ասեցի, որ գրեթե չունեն մեծ սխալներ, դա ամենը փոքր տեսակի ջնջումներ, ուղումներ, տարածքներ, այսինքն սխալների տեսակ է, որ կարելի է անմիջապես տեղում տալ ուղումներ։ Նորից եմ կրկնում, եթե հետագա ուսումնասիրություններից պարզվի,
այլ տեսակի սխալներ, դրանք բնական է պետք է տվյալ կուսակցության հետ տարվի աշխատանք, որովհետեւ անմիջապես փոփոխվի։ Եթե դրանք չեն նորից եմ գրգնում, եթե դրանք թաքցված կամ անվավեր ճանաչելու իրավունք չի տալիս։ Առաջադրումներից հետո հանձնաժողովը կզբաղվի ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման, անճշտությունների հայտնաբերման, թեկնածուների գրանցման, ինչպես նաև գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերի ընդունման գործընթացներով։ Սեպտեմբերի 9-ին կմեկնարկի պաշտոնական քարոզարշավը։ Ալա Բաղդասարյան, Խան Հովանիսյան, այսօր։ Վիրահատությունից հետո Սասնա Ծռեր խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն արդեն կարողանում է քայլել։ Հենակների օգնությամբ կարողանում է տեղաշարժվել, նրա վիճակում առաջընթացը զգացվում է։ Այսօր ԿՏՄ-ի հետ զրույցում ասել է Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Փաստաբանի խոսքով Պավլիկ Մանուկյանը ձախ ոտքը, որն ունի մկանային վնասվածք, արդեն հանգիստ կարողանում է գետնին դնել։ Իսկ մյուս ոտքը, որը բեկորային վնասվածք էր ստացել ու որը նաև մի քիչ կարճացել է, իրեն օգնում է շարժվել, նշել է Հարություն Բաղդասարյանը։ Պավել Մանուկյանի որդու Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին էլ Հարություն Բաղդասարյանն ասել է, որ Արամը չի կարողանում քայլել, միշտ պառկած է, որովհետև մի ոտքն ուղիղ է, այդ ոտքը չպետք է գետնին դնի, ասել է փաստաբանը։ Նշենք, որ Արամ եւ Պավլիկ Մանուկյանները դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածով։ Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը օրերս լրացվել է։ Առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը։ Արմավիրի Քարակերտ գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, անդամահատել են նրա ոտքը։ Այս մասին թերթ ԿՏՄ-ին տեղեկացրել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ժամը 0:20-ին սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի միջվերջնամասում գտնվող գազալցակայանում ՎԱԶ 2101 մակնիշի 14 ԼՍ 101 պետհամարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։ Գազալցակայանի աշխատակից 1983 թվականին ծնված ԱԳ-ն ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել էր Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև տեղափոխվել Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Վերջին տվյալների համաձայն Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, հայտնում է Կոմերսանտ.ru-ն։ Նաև հաղորդվում է, որ շաբաթը հայտարարվել է ազգային սգի օր։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Իտալիայում գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրաշարժ, որը ցնցել է մի քանի խոշոր քաղաքներ։ Նախընտրական կրքերը թեժանում են Միացյալ Նահանգներում։ Վերլուծաբաններից շատերի կարծիքով Քլինթոնը գտնվում է Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ ընտրվելու ճանապարհին, սակայն նրա համար պակասում է ժողովրդականությունը։ Քլինթոնի թերություններն ու բացթողումները Թրամփին տալիս են իր հաղթանակին հավատալու պատճառներ։ Թրամփին իրականում խանգարում են իր արամերժ հայտարարությունները, Քլինթոնին բացթողումները։ ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներն իրենց վերջին հավաքների ժամանակ փորձում են շահել փոքրամասնությունների համակրանքը։ Հանրապետական Դոնալդ Թրամփը խոստանում է ավելի լավ կրթություն ապահովել սևամորթ ամերիկացիների համար եւ վերակենդանացնել հիմնականում սևամորթ ազգաբնակչություն ունեցող աղքատ քաղաքները։ Սևամորթ ամերիկացիներն ու լատինաամերիկյան ծագումով ամերիկացիները պիտի մերժեն այն դեմոկրատ գործիչներին, որոնք դավաճանել ու անտեսել են իրենց։ Սևամորթ ամերիկացիները ավանդաբար քվեարկել են դեմոկրատների օգտին եւ այսօր էլ հիմնականում մերժում են Թրամփի մոտեցումները, բայց վերջինիս խոստումները սկսել են ոգևորել նրանցից շատերին։ Այդ պատճառով բիզնեսին զարկ տալու մասին նախապես պատրաստած ելույթի փոխարեն Հիլարի Քլինթոնը Նևադայի Ռենո քաղաքում փորձեց հակահարված տալ Թրամփին հենց փոքրամասնություններին վերաբերող հայացքներով։ Նա հիշեցրեց սևամորթ ամերիկացիների մասին Թրամփի խոսքերը։ Օրինակ փողոցում քայլելիս սևամորթներին կրակելու մասին նրա արտահայտությունը։ Սակայն հիշեցնենք, որ Թրամփը ասել էր հետևյալը. մենք ձեր փողոցները դարձնելու ենք ապահով, որպեսզի փողոցում քայլելիս ձեզ չկրակեն։ Ինչ վերաբերում է լատինամերիկյան ծագումով քվեարկողներին, ապա նրանք նույնպես տարակուսանքի մեջ են։ Թրամփը շարունակում է երդվել, որ պատ է կառուցելու ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջև, սակայն հետ է կանգնում իր նախկին այն խոստումից, որ երկրից արտաքսելու է անօրինական միլիոնավոր փախստականների։ Թրամփը Քլինթոնին շարունակում է անվանել ստախոս եւ ահաբեկչության հիմնադիր։
Մեղադրում է նաև կոռուպցիայի մեջ ասելով, որ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած տարիներին Քլինթոնը ինչ-որ դերակատարության դիմաց ապահովել է գումարների հոսք դեպի Քլինթոն հիմնադրամ։ Մուտքն ու հնարավորությունները վաճառվել են կանխիկ դրամով։ Նրանք, ովքեր նվիրատվություններ են կատարել Քլինթոն հիմնադրամին կամ գումար տվել Բիլ Քլինթոնին, պետքարտուղարությունում բարյացակամ վերաբերմունքի են արժանացել Հիլարի Քլինթոնի կողմից։ Խոսքն իհարկե ոչ այնքան փաստերի, որքան ենթադրությունների մասին է, որ Հիլարի Քլինթոնի աշխատասենյակ մուտքի իրավունք ստանալու հարցը կապված է եղել նվիրատվությունների հետ։ Քլինթոնի վրա ինչ-որ ստվեր է գցում նաև այն հանգամանքը, որ անցած 9 ամիսների ընթացքում նա հանդես չի եկել լիարժեք մամուլի ասուլիսով, մասնակցել է դրամահավաք 300 միջոցառումների, որոնցից միայն 5-ի դեպքում են դրանք բաց եղել լրագրողների համար։ Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Քլինթոնը գտնվում է ԱՄՆ-ի հաջորդ նախագահ ընտրվելու ճանապարհին, սակայն նրա համար պակասում է ժողովրդականությունը։ Թրամփի հաճախ իրարամերժ հայտարարությունները հավանական են դարձնում Քլինթոնի հաջողությունը, իսկ վերջինիս թերությունները ու բացթողումները Թրամփին տալիս իր հաղթանակին հավատալու պատճառներ։ Մարդիկ մեղրն օգտագործել են դեռևս վաղ անցյալից, այն հայտնի է նաև իր բուժիչ հատկություններով։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը մեղվապահությունն է։ Գյուղում հաշվառված է 600 մեղվա ընտանիք։ Մեղրաշատի աշխարհագրական դիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում մեղվաբուծությամբ զբաղվելու համար, սակայն իրացման խնդիրներով պայմանավորված մեղրը չի արտահանվում։ Ժիրայր Կոստանյանն արդեն 70 տարի է զբաղվում է մեղվապահությամբ։ Ամեն առավոտ հոգատարությամբ է խնամում իր ջրաջան ու աշխատասեր մեղուներին։ Վերջիններիս ագրեսիվությունը մեղմելու համար փետակներին մոտենալուց առաջ սովորաբար մեղվապահները ծխարան եւ հատուկ հանդերձանք են օգտագործում, բայց Ժիրայր պապն առանց ծխի ու պաշտպանիչ հանդերձանքի է մոտենում մեղվանտանիքներին։ Փետակ առ փետակ ուսումնասիրելով մեղրահացերը, մեղվապահը նշում է, որ մեղուներն իրեն վնաս չեն տալիս, սովորել են, իսկ եթե կծումել են, ապա շատ հազվադեպ։ Ամբողջ բարդությունը մեղվին հասկանալն է, քանի որ հենց այնպես նրա կյանքի մեջ մտնելն ուղղակի անհնար է։ Մեղվաբույծը մեղվանտանիքների ճիշտ բազմացման վարպետությունը մանուկ հասակում է սովորել հորից։ Այստեղին ծնվել եմ 5 տարեկանից մեր տուրը մեղու եղե։ Հորս գործն եմ շարունակել, միշտ է պահել ենք, կոլխոզին եմ մեղվապահ աշխատել, մեղուները միշտ էլ տարեպերել եմ։ Մեղվաբուծությունը պետք է հասկանաս։ Նախ մեծ պատմություն չէ, ոչ էլ պրոֆեսորություն է, եթե սեր ունեցար մեղվին, մեկ տարին, երկրորդ տարին դու կրաս ամեն ինչ են մեղվին։ Էդի կսելու բան չէ։ Շատ մարդիկ են ուզում, բայց կամ ալերգիայի իրացմոդը չեն պայում։ Բարձր արդյունավետությամբ ուժեղ մեղվանտանիքներ ունենալը որակյալ ու կայուն մեղվաբերք ստանալու հիմնական պայմաններից մեկն է։ Ժիրայր պապի մեղվաբներում կա 80 մեղվանտանիք։ Եղել են դեպքեր, երբ մեկ մեղվափետակից 60 կիլոգրամ մեղր է ստացվել։ Մեղվաբուծությունից չի դժգոհում, ասում է բարձրորակ մեղր է ստանում։ Հիմնական խնդիրը մեղրի իրացումն է։ Իրացումը շատ բարդ է լինում։ Ամեն մարդ իր ծանոթն ունի, էլի։ Ամեն տարվա առնող գնորդ հասկացողությունը, բայց այս տարի մեղրն ու շատ է, գնորդները չկան էլ այդքան շատ։ Իրացումն էլ, չգիտեմ, շուկայում մենք իրացում չունենք, հատուկ գելեր, որ տանենք, իրացնենք մեղրը։ Դե դրա համար մենք արդյունաբերություն պետք է զարգացնենք այդ ուղղությամբ, որ մտերենք։ Դե ցանկություն ունենք, որ փաթեթավորում ունենանք մեղրը, խանութներին արտահանենք, ցանկություն ունենք, կարծեմ մոտ ապագայում այդ ծրագիրը իրագործելու ենք։ Իրացման մասին ինչ եմ, պետք է պետական օրեն եղնի, կամ պետք է ասեն որ ինչ-որ հարգուտուրկը ընդունում ենք, կատե մի 110 120 դրամով են ընդունում, թող մեղենել են կին, 2000-ը, 3000-ը տանենք հասնենք, ոչ թե տունը մնա մեղրը։ Ֆլագեկը տունը տրած է։ Ես եմ կամ հիվենդի մարդ դե առնին, կամ էլ ժողովրդից հեռնել այդպես փող չկա, որ մեղադրես թե ինչի մեղր չեն ուտում, մարդիկ չեն կրում, չեն ուտում։ Կոստանյանների սեղանից մեղրն անպակաս է, տնային պայմաններում մեղրի բաղադրությունը ստուգելու եղանակները շատ են։ Ժիրայր պապն ասում է, հմուտ մեղվապահը նույնիսկ հոտով կարող է տարբերել բարձրորակ ու անարատ մեղրը։ Մի տես կանի կդրի, ինքը պետք է վիրև թռնի, որ բրզավ։
Իսկ պիսոկը ճլիպես երգնում է, ծուտ է իշխոր կբնի, տեսել է, հավաքում է, նոր եղնում է։ Իսկ պիսոկը ողավ հետը, ինքը ռեզինի պես հաբդի կախելնի, չի վիրևելնի։ Ասում են մեղվապահի հմտության մասին Մեղրի համը պետք է պատմի։ Մեղրաշատի աշխարհագրական դիրքը մեղր ստանալու համար բարենպաստ է, մնում է լուծել իրացման խնդիրը։ Լիլիթ Հովհաննիսյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Օրվա լրահոսից առանձնացրել էինք այսքանը, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։